համար սպառնալիք չի լինի եւ մտահոգություն չեք տեսնում այստեղ։ Իրենց օրոք Հայաստանում գոյություն չի ունեցել միջազգային ներդրող։ Դա ընդամենը ինչ որ հայտարարություններ են անում, նախընտրական հայտարարություններ են։ Դուք լրագրողները կարող եք ուսումնասիրել 24 թվականին, 25 թվականին, 26 թվականի արդեն 6 ամիս անցավ։ Քանի հատ միջազգային ներդրող է եղել եւ ինչքան գումար են ներդրել։ Ձեր ուժը հայտարարում է, որ բազմաթիվ աջակցության ծրագրեր պետք է իրականացվեն այն վայրերում, որտեղ ձեր թիմը ամենաշատ քվեներն է ստացել։ Ուզում եմ հասկանալ, սա ինչ է նշանակում։ Արդյոք Հայաստանը սահմանափակում է ձեր ուժի համար այն վայրերում, որտեղ որ դուք ամենաշատ ձայներն եք հավաքել։ Ոչ, մենք ասել ենք, մենք սկսում ենք այդ վայրերից եւ դա լինելու է շարունակական։ Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են եւ տվել են իրենց քվեն։ Պարոն Կարապետյան, մի քանի հարց ունեմ։ Ես կներեք, էլի ազգային ժողովում արդեն ելույթ դուք որտեղ տվեցիք ձեր հարցը։ Ազգային ժողովում ելույթներն արդեն մեկնարկել են, նստաշրջան սկսվել է, հասցրել եք տպավորություններով կիսվել թիմում, քննարկել եւ մի հարցել ամենաթեժ քննարկումներից մեկը հայփոստին էր վերաբերում, երբ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ պետականացումից հետո 0 դրամ դիվիդենդ է պետությանը վճարել եւ վնասով է աշխատել։ Ինչու է այս process-ը շարունակվում։ Ես չեմ ուզում անդրադառնամ հայփոստին, եթե ավելի հետաքրքիր հարցեր կլինենք, պատասխանեմ, որովհետեւ դա Պարոն Կարապետյան, հիմա այդ մարդու կինը աշխատում է հայփոստում, ինչ բնութագրեմ կինը լավ է աշխատում թե վատ։ Պարոն Կարապետյան, մոտ 2 ամիս առաջ դուք հայտարարեցիք Եթե ինքը աշխատեր, անպայման կբնութագրեի։ Պարոն Կարապետյանի, մոտ 2 ամիս առաջ դուք ընտրություններից հետո հայտարարեցիք կոնսոլիդացիա սկսելու մասին, քաղաքական ուժերի հետ համախմբվելու գործընթաց նախաձեռնելու մասին, նաև առաջարկում եք, որ կամերաների առաջ բաց նստեք, քննարկեք, խոսեք, հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, խնդրում եմ ասեք, ձեր այդ գործընթացը ինչ փուլում է, արդյոք մեկ հանդիպում եղել է, եւ ինչ էր, խնդրում եմ կմանրամասնեք, որ ուժերի հետ եք հանդիպել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, գլխավոր ուժերի հետ եղել են, գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Դե առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ է քննարկել, պատմեք։ Ինչքան, եթե հնարավոր է, որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Եվ որոնք են այդ ճանապարհները։ Կարծես թե փակուղի մտավ հարցի, երբ ընդդիմադիրները մանդատները վերցին, գնացին խորհրդարան, բնականon։ Բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։ Դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք, խոսել եք։ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով։ Չեմ հանդիպել։ Հասկանալի է։ Անպայման։ Եվ կասեք օրինակ թեժաշնան եք սպասում, ինչ եք անում։ Ի վերջո մի քիչ տեսեք դուք եք օրինակ ակտիվանալու, ինչ եք անելու։ Աշուն, գարունով սահմանափակենք։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանություններից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Պարոն Կարապետյան, օրինակ դուք մինչև էդ էլ ասում եք ապագա վարչապետ։ Ձեզ գաղտնիք ասեմ դա։ Պարոն Կարապետյան, դուք մինչև էդ էլ ասում էիք հաջորդ վարչապետն եք լինելու, չգիտեմ, գուցե դա նախընտրական դրույթ էր, գուցե դուք էլ համոզված չէիք, ուղղակի ասում էիք։ Հիմա էլ ասում եք, որ մի անգամ կլինի, վերջնական կլինի։ Այսպես մի քիչ կասկածի տեղիք է տալիս։ Հիմա գիտեք ինչ, դրա համար մենք անում ենք ամեն ինչ։ Ես ձեզ ասել եմ, ամեն ինչ։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, չէ, ամեն ինչ։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ, սա մարդ չի, սա մեխանիզմ է, մեր դեմ այս իշխանությանը, մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք, իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ։ Որ պետությունները, ինչ նկատում եք։ Շատ լուրջ պետություններ։ Դե
ոչ բարեկամ պետությունները։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է պահանջում։ Ով է ստեղծել։ Ստեղծել են, որ մեր հեղափոխություն։ Ստեղծել են, որ մեր երկիրը տանեն կործանման։ Դուք ում եք, դուք Ադրբեջանից եք ակնարկում, ինչ եք անում։ Դե ինձ մա դուք կհասկանաք։ Չէ, պարոն Կարապետյան, մի քիչ Ոչ միայն Ադրբեջանին, ոչ միայն։ Լավ, դուք Դուք կտանեն նրան, որ եւ դուք վերջնական պայքարի դուրս գաք, ձեր կողքին շատ քիչ թվով մարդիկ կանեն։ Երևի նկատի ունի իշխանության, օրինակ ընդդիմության Դրանից եթե այդպես լինի, ուրեմն դուք եք տուժվելու, հայ ժողովուրդն է տուժվելու, դուք պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, որովհետև նկատի ունեք։ հա դուք բոլորը հայ ժողովուրդը, Ինչու պիտի երազեմ, որ դուք մնաք որ սրանց հեռացնենք, որովհետև առանցին դուք սրան չեք կարող հեռացնել։ Չէ, դուք խոստանում եք ձեր ընտրողներին, որ հաջորդ իշխանությունն եք, հաջորդ վարչապետը ձեր թիմակիցները ձեզ պարոն վարչապետով էին համարյա դիմում։ Համարյա չէ, դրանց են դիմում։ Այո, այդպես են, դուք նիստեր եք հրավիրում եւ այլն, դա չեղավ։ Հիմա դուք ձեր ընտրողները Իսկ ինչ ինչը պիտի անեն, որ չեղավ։ ձեզ խնդրեն, դուք Ինչը կարողանաք չեղավ։ հեղափոխություն անել։ Իսկ ինչ գիտեք չեղավ։ Հիմա եթե մեր ձայները մարդիկ գողանում են ունենալով իշխանություն։ Հաջորդ վարչապետը չեք։ Այս պահի դրությամբ։ Ահա, Լավ, դեռ փաշ դուք չի, ռեսուրս սպասեք, ունեք մի քիչ ձեր սպասեք։ Մենք համախոհներին ռեսուրս ունենք, փողոց անպայման։ անելու, թե դուք դա բացառում եք, այդ ճանապարհը չեք դիտարկում, Ես ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Իսկ Երբ ձեր հասունանա։ քննարկումների Ազգային ժողովի աշխատանքներին անդրադառնանք, ինչ սպասելիքներ ունեք արդյունավետության մասնակցության խոսքը։ Եթե անկեղծ լինեմ, սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ լինելու է թեժ պայքար, բայց ինձ թվում է հետաքրքիր է լինելու։ Բայց արտիկներ կան, որ ձեր թիմի ելույթները Մեր թիմի ելույթներից շատ էին, դուք օրինակ այդտեղ դիտարկումներ չունեք, Մեր որ լավ թիմի ելույթները պատրաստված գնացել որպես շատ լավ պատրաստված են, դուք էլ դա շուտով տեսնեք։ Պարոն Կարապետյան, առաջին նստաշրջանի ժամանակ Հայաստան թիմի հետ համագործակցում եք, օրինակ ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում տարբեր Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկրտումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրենց ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Նստաշրջանի ժամանակ իվարկեն, առաջին նստաշրջանի ժամանակ ձեր թիմը երթման տեքստի երբ որ ընթերցում էին, ոտքի չկանգնեց, ինչ էր ցանկանում ցույց տալ այս քայլով։ Ես չեմ նայել դա։ Մի բան էլ իսկ կամերաների Ուշադիր առաջ, չեմ երբ որ դուք խոստանում եք, երբ որ հայտարարեցիք այդ գործընթացը սկսելու մասին համախմբման, ասացիք, որ նստենք, բաց խոսենք, երբ եք բաց խոսելու, մարդիկ տեսնեն ի վերջո ինչ եք խոսում եւ ինչ նոր քայլեր եք անում, որ Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գործով երկու պաշտպաններ, վերջին հարցն է, վերջին հարցն է։ Ձեր գործով երկու պաշտպաններ, Արամ Վարդևանյանը եւ Լիլիանա Գասպարյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնաք։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաններ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաններ եւ հետագայում օգտվեն իրենցից։ մի հարց է պարոն Կարապետյան, ու վերջ։ Խոսնագի պաշտոնում դուք եք առաջարկել, որ հանդես գան քրիհակել։ Ես եմ առաջարկել։ Մի հարց էլ տեսեք, իսկ Ռուսաստանը որ գնալով ավելի Բայց չգիտեմ, կընտրեն թե չէ, բայց առաջարկել եմ ես։ արտահանման հարցերը գնալով ավելի դժվարանում են, արգելում է, դա ձեր ընդդիմադիրների պլանների ջրաղացին ջուր է լցնում, այսինքն ձեր օգտին է, դուք սպասում եք, որ ամեն ինչ որ մեզ դա վնաս է տալիս։ Դա օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է դա, ինչ կան աղքատացի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այնքան հեշտ կառավարի, չեք հասկանում։ Ռուսաստանի քայլերը ընդդեմ գործարանների ընդդիմության չեն Ռուսաստանի բացարձակ, իսկ ինչով են մեզ օգնում։ Ավելի մոբիլիզացվի մարդիկ փողոց դուրս գան, գուցե ձեր հույսը դա է օրինակ։ Այն մարդը ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ եւ կարողանում է այդ հարցերը բարձրացնել։ Ինչի համար լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը։ Իսկ դու կարող եք լուծում տալ օրինակ, կարող եք խոսել, օգնել նրանց Եթե ես վարչապետ լինեմ,
Դա կանեմ շատ արագ։ Իսկ որպես ընդդիմադիր լիդեր Ընդդիմադիր լիդեր տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը։ Իսկ հաշվարկներով Փաշինյանը մինչև հաջորդ ընտրություններ կարողանա իշխանությունը ձգել, թե ձեր քայլերով դուք կարող եք օրինակ արտարերքի հարցները կամ Այ ժողովրդի համար եթե նույնիսկ Փաշինյանը 1 տարի ձգի։ իսկ ձեր պլաներով ձեր ծրագրերի մեջ պիտի հաջողություններին հասնեն։ Քանի որ այս կառավարությունը չունի ընդունակություն, Հայաստանը կանգնեցնի զարգացման ճանապարհին, ամեն օր ունենալու է ձախողումներ եւ մեր ժողովուրդը կտա իր գնահատականը։ Դուք այդ ամեն ինչը մի մենակ մեզ հետ կապեր։ Ժողովուրդը պետք է գնահատի։ Այսինքն ինչքան վատ, այնքան ընդդիմության օգտին իշխանությունը այնքան վատ աշխատի։ Դե միշտ էլ դա այսպես է։ Մեր հաշվարկը չի։ Դա ես չեմ ուզում իրենք վատ աշխատեն, բայց իրենք գենետիկորեն ընդունակ չեն լավ աշխատել։ Այսինքն մարդը կամ կարող է լավ աշխատել, կամ չի կարող։ Իրենք չեն կարող, 8 տարի չեն կարողացել։